Ուրեմն ճիշտն ասած ես միշտ մտածել եմ հոկտեմբերի 27-ի 1999 թվականի մասին, թե ինչպես եղավ, որ վեհապարի օծության օրը այդպիսի ողբերգություն տեղի ունեցավ եւ եկեք ձեռքներս դնենք խղճներիս, ասենք, որ երբեմն եւ հասարակության մեջ երևի ավելի հաճախ մեկ այլ անկյունից ենք դրան նայել։ Հիմա փառք Աստծո հասկացանք, թե որ ինչպես է դա տեղի ունեցել եւ որ եկեղեցու վրա հարձակումը այս դիվական պլանի իրագործումը հենց սկսել է այդտեղից։ Այսինքն մենք տեսնում ենք, որ նույն տերերն են եւ նույն ձեռագիրն է Հայաստանի հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն զրկել միապետական աթոռից։ Եվ ինչպես հիմա են պլանավորել հոկտեմբերի 27-ին ինչ-որ գործողություններ անել, հաստատ են ժամանակ էլ հատուկ իմանալով այդ գործողությունները, այդ ոճրագործությունը Վազգեն Սարգսյանից եւ ինչու՞ չէ նույն Կարեն Դեմիրճյանից ժողովրդական խոսքով ասած աբիժնիկ մնացածները, որոնք ծառայում են նույն տիրոջը, ասում են չէ, որ Թուրքիայի ձեռագիրը կա այդտեղ եւ հիմա էլ գիտենք ովքեր են ծառայում Թուրքիային, հենց հատուկ էլ իրենք տեսել ենք ինչպես են իրենք սիրում այդ սիմվոլիկաները, հատուկ օրերը, փչացնելու մեր տոները, փչացնելու մեր ուրեմն հաղթանակները եւ այլն, այնպիսի օրեր են պլանավորում իրենց ոճրագործությունները, թշնամու հարձակում եւ ամեն ինչ։ Ես երեք օրինակ բերեցի Շուշիում Ադրբեջանի դրոշի ծածանվելը, ադրբեջանցիների դրոշի օրվա օրը կազմակերպված կապիտուլյացիայի ստորագրումը հենց այդ օրը կազմակերպած այս դիվական ծրագրի, այս ոճրագործության, այս հայատյաց ազգակործան ծրագրի ուրեմն ռեժիսորները, սցենարիստները, տերերը եւ այս իրագործող խամաճիկները, ինչպիսին նաեւ մեկն է, որ նստած է KGB-ի պատվալում արդեն 26-27 տարի։ Այսինքն ինչ է ասածս, տեսեք, եթե նույնիսկ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի սրտում կասկած էր մնացել եւ մեկ այլ անկյունից էին կապում այդ իրողությունները երկուսը իրար հետ, հիմա իմ համար եւ շատ խոհեմ մարդկանց համար դա շատ ավելի պարզ դարձավ, որ այո, իմանալով, որ այդ օրը տեղի ունենում նորինոցություն մեր վեհապարի, մեր ուրեմն միապետական գահի գահընկալի, մեր ուրեմն արքայական թագի այո, որ դնում են վեհապարի գլխին եւ նա օծում է եւ դառնում է վեհապար, հենց այդ օրը այդ ընթացքում կատարել նման ոճրագործություն սևացնելու այդ օրը, ստվեր գցելու եւ այդ օրվանից է հենց սկսել եկեղեցու վրա հարձակումը, այդ օրվանից պլանավորված գնում է եւ ինչպես իրենք սիմվոլիկաները սիրում են, այդպես էլ հիմա ուզում են բերեն եւ այդ օրով էլ ավարտեն իրենց սև գործը։ Հայր ջան, հասկացեք, եթե դա մենք թույլ տանք, ինչպես երեք ասեցի, կարող են գնալ, ինքներս մեր ձեռքով փոսը փորել, մտնել մեջը, հողը լցնել գլխներիս։ Նորից կրկնեմ ինչ էի ասում, եթե ինչ-որ մեկը ճիշտ չընկալեց իմ ասած։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, եթե ուզում եք կապել նույնիսկ իրար հետ այդ երկու իրադարձությունը, այդ ոճրագործությունը, այդ հանցագործությունը, այդ ողբերգությունը, որ տեղի ունեցավ ազգային ժողովում եւ վեհապարի օծությունը, ապա միայն այն անկյունից, հիմա արդեն բոլոր փաստերը կան, թե որ անկյունից, որ հատուկ կազմակերպել են ստվեր գցելու վեհապարի օծության վրա, որովհետև իրենց պլանները երևի այն ժամանակ իրենց ուզած կաթողիկոսին ընտրել տալ եւ այլն խափանվել է եւ դրա պատճառով էլ նրանք կազմակերպել են այդ հանցագործությունը այո նույն տերերի հրահանգով, նույն տերերի աջակցությամբ, նույն տերերի սցենարով եւ ամեն ինչով եւ ռեժիսորությամբ թուրքերի, անգլոսաքսերի, կաթոլիկների, սիոնիստների եւ այլոց, որովհետեւ այդ թվարկածս բոլորը իրենց այսօր մեր գլխին դրած ուրեմն այս
գործակալ իշխանությունների շնորհիվ առաջնահերթ ուզում են վերացնել հայոց առաքելական եկեղեցին եւ տանել մտցնել իրենց տակը։ Ինչպես իշխանություններն են տարել մտցրել իրենց տակը, այդպես էլ ուզում են եկեղեցին դարձնել իրենց ենթակա, որպեսզի մենք զրկվենք մեր արքայական, մեր միապետական 9-րդ աստիճանի նվիրապետական աթոռից, գահից եւ գահակալից։ Մի կողմ ենք դնում, ընդհանրապես պետք է մի կողմ դնել, որովհետեւ եթե անձերի մասին է խոսքը, որ մի կողմ ենք դնում, որ անձի մասին է, ով է եւ այլն։ Խոսում են գահի, գահակալի եւ թագի մասին։ Եվ այն իրավունքների, որ աշխարհում ուզեն թե չուզեն, պարտավոր են ընդունել։ Եկեղեցին իր ամբողջ ուրեմն ունեցվածքով, Երուսաղեմի մեր տարածքներով, այդ ամեն ինչը վերցնելու, ձեռքներից առնելու, քանդելու հիմնահատակ, վերացնելու, ուրեմն կանաչ լույսը ստանալու համար պետք է մեզ գահից գահանկեցանել ուրեմն մեր միապետին։ Այդ է, թե միապետը այսօր ով է, ինչ է, դա երկրորդական է։ Եկեք ճիշտ հասկանանք ինչ է տեղի ունենում։ Եվ այո, նույն տերերը հրահանգելով, նույն ռեժիսորայով, նորից օգտագործելով, ինչ որտեղ կարող է եղած լինել եւ մոլորված, եւ ուրեմն շեղված, եւ ինչպես այսօր կոմպրոմատներով։ Տեսեք այսօր ինչ ճղճիմ, ուրեմն ինչ գործեր են անում, հայկական Wikileaks կոչվածը ինչ որ տեսանյութ է տարածում։ Հետո հələ դրեք բոլոր ձեր տները, հələ բոլոր ձեր այդ խամաճիկ ուրեմն գործակալներին եմ ասում, տեսեք ինչով եք դուք զբաղված, այ անհավատ շներ, այ սրբապիղ շներ։ Եվ դրա համար այսօր մենք ընկել ենք սատանի ճանկերի մեջ։ Դուրս գալու համար մենք պետք է ճիշտ հասկանանք նրանց դիվական պլանները, որպեսզի նրանց օրակարգով չշարժվենք։ Ասում առաջինը թող քարն էտի նա, չէ՞, ով անմեղ է։ Դրա համար, սիրելիներս, պետք է ուշադիր լինենք։ Կիրակի երեք մեր հաղորդումը, դիտեք մեր հաղորդումը երեք Էդգար Մակարյանի հետ, իմ Facebook-յան էջում տեղադրված է, իմ YouTube-յան ալիքում նույնպես կա, այնտեղ բավականին մտքեր կան, Էդգարը շատ ուրեմն պարզ բացատրում է ինչ է տեղի ունենում, եւ Կիրակի օրը բոլոր հավատացյալներս մասնակցում ենք իրական օծյալ քահանաների, եպիսկոպոսների եւ կաթողիկոսի պատարակներին մատուցած եւ չեն գնում ուրեմն պղծված արժեզրկված պատկերացնում եք ինչ ձայնագրություններ են դեմ դվել դրան որ կարողացել են շուռ տալ եւ հիմա այդ ձայնագրությունը դրել են այն բանի համար որովհետեւ չեն կարողացել շուռ տալ այսօր AI գոյությունն է, այսօր գոյությունն է, կեղտոտ ճղճիմ ձայնագրությունները ոչինչ չեն նշանակում։ Ես թքած ունեմ այդ ձայնագրությունների վրա։ Անօրինական ճանապարհով ձեռք բերված վիդեո ինչ տեսակի ձայնագրություն ուզում է լինի, դա սատանայի գործն է եւ ես թքած ունեմ, նույնիսկ չեմ էլ նայում։ Հասկացանք իրար հայր ջան։ Ուրեմն խնդրում եմ, ողջախոհ եղեք, մտածեք, աղոթեք եւ Կիրակի մասնակցում ենք պատարակներին ես ընտանիքիս հետ գնալու եմ Էջմիածին եւ եթե պետք եղավ եւ հոկտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 28-ին որքան որ պահանջվում է կմնամ եւ պաշտպան կլինեմ մեր եկեղեցուն մեր միապետական գահին, թագին եւ սրբություններին։ Եվ ովքեր այսօր դրանք կրում են։ Այդքան բան։